Ձեր կինը ներողություն, որ ասում եք բարձր աշխատավարձ է ստացել, 24 թվականին Հայփոստից ստացել է 11 միլիոն աշխատավարձ ու պարգևավճար, հավասարեցված գումար։ Ու մեկ էլ այլ եկամուտ 5.1 միլիոն։ Այլ եկամուտը կներեք ո՞րն է։ Եթե իմ փոխարեն 1000 ներողություն դերներ Նիկոլ Փաշինյանը կասեր ռեկետ եք անում։ 25 թվականի ձեր կնոջ հայտարարագիրը։ Ձեր կինը 46 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել, պարոն Կոնջարյան։ Իր կանխի գումարները դարձել է 12 միլիոն դրամ, նախորդ տարի եղել է 7.5։ Եկամտահարկով վերադարձել է 61 միլիոն։ Այնուհետև հանգստի վրա ծախսել եք 5.1 միլիոն, վարկի վրա ծախսել եք 8.6 միլիոն։ Աբսուրդը գիտեք որն է, եկամտահարկի ու վարկի մարման վրա իրանք ծախսել են շուրջ 17 միլիոն, վարկի մայր գումարը մարել է շուրջ 1 միլիոնով։ Ֆենոմենալ տնտեսագիտություն է այս, բայց այսքանով հանդերձ 20 միլիոն դրամի տարբերություն է տալիս, 22 միլիոն դրամ արդեն չկա, կորում է, ըստ հայտարարագրի բաց ինֆորմացիա է, չկա, վերցրեք թուղթուգրիչը հրապարակայնորեն, որ ԿՊ-ականը համարձակություն կունենա, հենց հիմա հրավիրում եմ ուղիղ եթերով նստենք իրար հետ քննարկենք այս փաստը։ Ու մյուս աբսուրդը ասեմ, ժողովուրդ, 18 միլիոնի չափ 22 թվականին վարկ են ունեցել այս մարդիկ, մարե, այն մի տարին էլ 8-6 միլիոն ուղղել են վարկ մարելուն, այդ դրան գումարած եկամտահարկից էլ մի աշխարհ փող են բան արել իրանք մարել այդ ուղղությամբ, էլի։ Այս մարդկանց վարկի մայր գումարը 2 միլիոն չի պակասել։ 21 միլիոն։ Դուք դրա պատասխանը դուք տվեք։